Բարև ձեզ, եթերում վերելքահաղորդաշարն է։ Այսօրվա թողարկումը ես սկսում եմ թողարկման վերնագրով, որը սարսռեցնող է։ Եվ թողարկումը վերնագրել եմ այսպես. կստորագրի արդյոք ժողովուրդը իր իսկ մահվան թղթի տակ։ Այսինքն ես հարցական եմ դնում, եւ եթե հարցական եմ դնում, նշանակում է հավանականություն կա, գուցե շատ մեծ, որ հունիսի 7-ին այնպիսի իրադարձություն կլինի, որ ժողովուրդը անգիտորեն կգնա ընտրությունների եւ այդ արդյունքներով կստորագրի, որ ինքը ստորագրեց իր մահվան թղթի տակ, այսինքն դրանից հետո այլևս իրավիճակ իր համար համարժեք կլինի մահվան։ Հիմա բացենք բուն թեմային եւ փորձեմ հիմնավորել։ Երկիրը կողում է նախընտրաշավային փուլ, որը ժամանակ հետո, երբ որ տեխնացուները կառաջադրվեն վերջնականապես, ես կփորձեմ իմ կարելիության սահմաններում վերլուծել եւ գնահատել շանսերը յուրաքանչյուր տեխնացուի։ Իսկ այսօր ես ուզում եմ ուշադրություն դարձնենք անչափ կարևոր մի իրողության, որը կարող է նպաստել կամ չնպաստել, որ ժողովուրդը ստորագրի իր իսկ մահվան թղթի տակ։ Դա ընդդիմադիր հատվածում տիրող տրամադրություններն են։ Արդյոք այնտեղ կա համերաշխություն, նպատակի գիտակցում, թե պարակտվածություն է։ Ես հիմա ձեզ եմ հարց տալիս, արդյոք ձեր դիտարկումներով ընդդիմության խաղացողները գիտակցում են, որ սա սովորական ընտրություն չի եւ որ սա կյանքի ու մահվան ընտրություն է։ Արդյոք սա գիտակցում են։ Արդյոք գիտակցում են, որ իշխանափոխությունը սոսկալիորեն դժվար է լինելու, որովհետև եթե իշխանափոխությունը, այդ իշխանությունը պետք է վերցնեք ինչ-որ մեկից, պետք է խլեք ինչ-որ մեկից, ապա հարց է առաջանում, ումից է խլելու, ով է Հայաստանի իրական կառավարիչը։ Ես այն կարծիքին չեմ, որ նրանք են, ովքեր որ հանրապետության հրապարակի վրայի շենքերի նստած են, այսինքն սա շատ ծանր ու բարդ գործ է լինելու։ Բայց եւ այնպես վախենալ պետք չի, այդ մինիմալ այսպես ծրագիրը որ պիտի անենք, ես չեմ բացառում իհարկե իշխանախլությունը, ես ասել եմ թե որ դեպքերում է հնարավոր, բայց այս ընտրությունով մենք պիտի փորձենք ցույց տալ մեր արժանապատվությունը, որ մեր հասարակության ախրելի մի հատված կեսը կամ կեսից մի քիչ ավել, մի քիչ հասկանում է ինչ է կատարվում եւ ընտրությունների միջոցով իր կարծիք արտահայտում է։ Եթե անգամ ստացի, որ ընդդիմությունը հաղթի, բայց կեղծեն արդյունքները, էլի մենք կունենանք արժանապատվության դրսևորում։ Մենք ասենք, մենք այսքանն էինք կարողանում, այնտեղ ուժերը ավելի շատ էին, քան մեր ուժերը, իրենք խեղեցին, բայց եւ այնպես մենք գոնե մեզ համար ապրելու իրավունք ձեռք կբերենք, այն իմաստով, որ կասենք ինչ որ բան արեցինք։ Իսկ եթե ստացվի այնպես, որ այս առաջիկա շրջանում ընդդիմության պարակտվածությունը շարունակվի, անհրաժեշտ քայլերը չարեն եւ շատ քիչ քվեներ ունենանք, այդ դեպքում արդեն շատ տխուր կլինի մեզ համար, որպեսզի հետագայում ապրելու համար մենք որ հետ նայենք, չեք տեսնի արժանապատվության դրթող ինչ որ դրույթներ։ Դրա համար այս ընտրություններին հարկավոր է շատ լրջորեն վերաբերվել եւ մաքսիմում եւ մասնակցություն եւ քվեներ ընդդիմադիր որպեսի լինեն։ Ասացի որպեսի մենք նայենք, մենք չհիասթափվենք մեզանից, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Այսինքն այստեղ արժանապատվության խնդիր է հայ ժողովրդի ազգակիր հատվածը ցույց տա, որտեղ մենք հիմա ինքն էլ գիտեք, ասենք աշխարհում այդքան էլ շատ բարձր համարում չունենք հասկանալի պատճառներով։ Ինչը կատարվում, բայց այս գիտակցումը, ես ասացի, կա թե չկա, ես ինչքան որ նկատում եմ, կա ոմանց մոտ հեշտ հաղթանակի հասնելու այսպես մոլորություն։ Իրենց թվում է, թե ահա իշխանությունների վարկանիշը ընկել է, Արցախ են կորցրել եւ այլ հասկանալի ինչ որ զիջումներ եւ մտածում են, որ կհաղթենք։ Այստեղ ես չեմ ասում սա մոլորություն է, որովհետեւ շատերը այսպես են մտածում։ 2021 թվականին 680,000 կարգի էր իշխանության քվեն,
այսպես վարչական ռեսուրսով եւ այլը, դրանից հետո երկրի վիճակը ավելի է վատացել, բավական թվով քվեներ իրենք կորցնեն եւ հետեւաբար չեն կարողանա, ասենք, հաղթել, անհրաժեշտ թիվը հավաքել։ Իսկ մոլորությունը կայանում է նրանում, որ որքան ես եմ նայել բաշխվածությունը, ասենք 2021 թվականի քվեների բաշխվածությունը 25-26 այսպես կառույցների միջև, որոնք մասնակցել էին, իմ հաշվարկով ընդդիմադիր տրամադրված մարդկանց թիվը, չէ, իշխանական տրամադրված մարդկանց թիվը 900,000-ի կարգի էր։ Այնպես որ եթե իշխանականները, ես որ ասում եմ իշխանական, նկատի ունեմ իրենց քեռիներին, եթե իրենք մոբիլիզացիա արեն, ապա պրոբլեմներ կստեղծեն մեզ համար։ Հաղթողը, որպեսզի ասենք ընդդիմությունը կարողանա հաղթի, առնվազն 650,000 քվե պիտի ունենա։ Իսկ որքան ես եմ դիտարկում այս պահի դրությամբ, նաև անցյալ ընտրությունները հաշվի առնելով, այսպես ասած այդքան ազատ քվե չկա, որ դու գնաք եւ վերցրեք, ասեք, սա գումարում ենք։ Մեզ, ասենք, ծանր աշխատանք է սպասվում։ Մյուս կողմից ասացի, որ այդպես հեշտ հաղթանակի հույսեր կա, իրականությունը չճանաչելու դեպքեր շատ կան։ Հիմա էլ կա, անցածից մի օրինակ բերեմ, 2021-ին ինձ ճանաչողներից մեկը մոտեցավ, թե մենք տեխնոծուն ունենք, վարչապետի անունը տվեց եւ մի քիչ էլ գումար կա, մասնակցելու ենք եւ վստահ էր, որ հաղթելու ենք։ Ինչ որ աջակցություն էր ուզում խորհրդատվական։ Ես իրեն ասեցի, եղբայր ասեցի, 650,000 քվե չկա, որ դուք հաղթեք։ Այն ժամանակ 2021-ին ուժերի բաշխվածությունը ես ներկայացրեցի, ովքեր են մտել խաղի մեջ, եղած քվեները մոտ 1.3 միլիոն, մոտարապես ինչպես կբաշխվի, ասեցի, քեզ համար ձեզ համար 650,000 քվե չկա, որ դուք հաղթեք։ Դե ինչպես թե չկա, մենք հաղթենք, ես էլ քաղաքական պայքարի փորձ ունեմ, մեր տեխնոծուն էլ ճանաչ է եւ այլը։ Ասացի դուք գիտեք, ասի, բայց այդ գումարները որ ծախսելու եք, այդ ջանքերը որ ներդնելու եք, նպատակին չի հասնել։ Ընտրաշավը սկսեց, մի քիչ հանդիպումներ ունեցան, երկրորդ անգամ հանդիպեցինք, տեսնեմ մի քիչ, ինչպես ժողովուրդն ասում, փուշը թողել է։ Դե մենք անցնելու ենք խորհրդարան, հաղթանակը արդեն դրել է մի կողմ, մենք վստահ ենք, մենք անցնելու ենք խորհրդարան։ Ասեմ, հարգելիս, հիմա որպեսի դու անցնես խորհրդարան, քեզ պետք է 65,000 մոտարապես այդքան քվե պիտի ունենաս։ Ես քեզ թվաբանորեն ցույց տամ, այսօրվա դրությամբ արդեն, երբ որ սկսել է քարոզը, դու չես ունենա, այդ քվեները չես ունենա։ Ինչպես մենք հաղթենք, մենք կանցնենք խորհրդարան, ասի դելով դուք գիտեք 3000 քվե հավաքեցին։ Ընդհանրապես 3000։ Եվ ինքն էլ թույն ընդդիմադիր էր, հակաիշխանական, իրենց տեխնոծուի վրա էլ վստահ, որ ինքը այսպես իրենք 3000 ձայն հավաքեցին, իրենց տեխնոծունը գնաց ձեռք բռնողների շարքին դասվեց։ Այսինքն, այսպես իրականությունը չհաշվարկել, ուտոպիաներին տրվել, ավելորդ լավատեսության վարակվելը, սա մոդա է, եւ հիմա էլ ես վստահ եմ շատերն էլ այսպես առանց հաշվարկելու մտածում են, դե 650,000 քվե այնտեղ կա, ինչքան է, 1.3 միլիոն 650,000 քվե կա, կամ շատերը ասում են 250 միլիոն, ահա քվեր գող կա, դա ինչ է 650,000-ը։ Այստեղ լիքը մոլորություններ կա, ես թվերը ներկայացրել եմ, առաջիկայում էլի կներկայացնեմ, որպեսզի հնարավորինս օգնած լինեմ ձեզ, որպեսզի մոլորություններից դուրս գաք։ Այնպես որ այդքան լավատես մի եղեք, թե մարդիկ ահա Արցախի կորստից հետո եւ այս անարդարություններից հետո իրենք գուցե թե փոխել են իրենց կարծիքը եւ կգան հիմա ձեր նիմադերին ձայն կտա։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում մարդը, որ այդ 2020-ի խայտառակ պարտությունից հետո գնացել իշխանականներին քվե տվել։ Երբ որ դա ինքը չի հասկացել դրա աղրելիությունը, դրա այդ զունումը էլի քվե տվել այդ մարդկանց։ Ես դժվար եմ պատկերացնում, թե հետագա Արցախի կորուստ մյուս արդյոք կամ իր վրա այպես էական ճակատագրական ազդեցություն կթողնի, որ կա այս կողմ։ Ես չեմ բացառում, բայց տիտանական աշխատանքի կարիք կա։ Մյուս կողմից էլ իշխանականները իրենց հաղթաթուղթ ունեն։ Տեսեք, ասում են մենք խաղաղություն ենք բերում, ահա տեսեք քանի ամիս չեն կրակում, իսկ ահա անդիմադիրները որ եկան, պատերազմ եւ այլ։ Մենք հասկանում ենք, որ սպիտակ եղեռնի վտանգ կա, քիչ հետո ես դրան կանդրադառնամ, բայց հասարակ մարդիկ չեն հասկանում սա, չեն ըմբռնում։
հեշտ գայթակղվում է։ Եվ հա նաև ասում են, հա տեսեք, այս ու այնտեղ կյանքի լավացում կա, այստեղ աշխատավարձ ենք բարձրացել եւ այլ, եւ ասեք այդ շերտին, որ իրենցներ 21 թվականին, այսպես ասած, հնարավոր ջանքեր է գործադրում են, որ պահեն, որպեսզի այնտեղից փախուս չլինի դեպի ձեզ։ Այնպես որ իրավիճակը ես գնահատում եմ շատ ծանր եւ ընդդիմության միասնականությունը ավելի քան անհրաժեշտ է, բայց մյուս կողմից էլ պատկերը ավելի քան մտահոգիչ է։ Ես հիմա ձեզ կայացնում եմ մի քանի կարծիքներ, որ համացանցում արտահայտել են մարդիկ, մտահոգ կարծիքներ, ինչ են ասում։ Այս առաջի կարծիքի հեղինակին ես կորցրեցի, երբեմն կան, որ անստորագիր են լինում։ Ինչ է ասում։ Իհարկե, այսօր դիմադիր լինելը արդեն նորմալ մարդու մասին է խոսում։ Բայց երբ ընդդիմադիրները սկսում են միմյանց վրա հարձակվել, սկսում եմ կասկածել հարձակվողների ադեկվատությանը։ Մորատորիում հայտարարեք եւ դադարեցրեք միմյանց դեմ հայտարարություններ անելը։ Նա եթե մնա, այստեղ անունը կա, նա եթե մնա, ձեզ բոլորիդ այնքան վատ է լինելու, որ նույնիսկ իրար վրա հարձակվելու ձեր սիրած գործի հավեսը չեք ունենա։ Աղետ է կանխատեսում մարդը։ Մի նոթբուք գնեք ու մեջը հատուկ նշումներ արեք, թե ում դեմ ինչ եք ասելու։ Նրա գնալուց հետո հիմա պարզապես տաբու է միմյանց դեմ ցեղ շպրտելը։ Չեմ կարողանում հավատալ, որ այս պարզ ճշմարտությունը ընդդիմադիրները չեն հասկանում։ Թարգեք։ Պարզ ճշմարտություն է, չէ՞, թե իրականությանը նայում ես, բայց ասենք մտնում ես համացանցը, փոխհրաձգությունը շարունակվում է ընդդիմադիր դաշտում։ Եվ սկսում ես կասկածել, մարդիկ չեն հասկանում, որ սա կյանքի ու մահվան վիճակ, կյանքի ու մահվան ընտրություն։ Արթուր Խաչիկյանին տանք հնարավորություն իր մտահոգությունները վերելքում ներկայացնի։ Ինչ է ասում։ Քաղաքավարի եւ մի փոքր բարկացած ուղերձ ընդդիմությանը։ Ես ուզում եմ դիմել տարբեր ընդդիմադիր խմբեր ներկայացնող մեր ընկերներին ու գործընկերներին։ Բարի կամքի, աջակցության եւ որոշակիորեն զսպված զայրույթի ոգով, որպեսի օգնեմ նրանց մեծացնել նախընտրական քարոզարշավում հաղթելու իրենց շանսերը։ Ես շատ արձագանքներ եմ լսում տարբեր մարդկանցից, ովքեր ցանկանում են ձեր հաղթանակը ընդդիմությանը, որպեսի բոլորս կարողանանք փրկել Հայաստանը կործանումից։ Այսինքն մարդ ազանգում Հայաստանի կործանումից վտանգ է կախված, հարգելիներս։ Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչ եմ լսում եւ ներկայացնում եմ։ Առաջին, մարդիկ չեն հասկանում, թե ինչու ընտրություններից 2 ամիս առաջ դուք կռվում եք միմյանց դեմ։ Դուք ունեք միայն մեկ նպատակ՝ հեռացնել այս բռնապետին իշխանությունից, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանը։ Եթե դուք կռվում եք իրար դեմ, դուք թույլ եք տալիս նրան հաղթել։ Եթե մարդիկ ուզում են քվեարկել նախկին ղեկավարի օգտին, նրանք պետք է դրա հնարավորությունը ունենան։ Եթե նրանք ուզում են քվեարկել ընդդիմության մեկ այլ թեկնածուի օգտին, որը կապված չէ նախկին ղեկավարների հետ, նրանք նույնպես կարող են դա անել։ Այժմ ընդդիմության դաշտում կա 3 հիմնական խումբ, որոնք պայքարում են միմյանց դեմ։ Խնդրում եմ, հետաձգեք ձեր ներքին հարցերի պարզաբանումը մինչև հունիսի 7-ը։ Հեռացրեք այս մարդուն իշխանությունից եւ այն ժամանակ կկարողանաք կիսել աթոռները կառավարությունում ու խորհրդարանում եւ կռվել միմյանց հետ այնտեղ այնպես, ինչպես կամենաք։ Այս առաջի կետն էր։ Երկրորդ։ Կան կուսակցություններ, որոնց վարկանիշը 1.5 կամ 2% է։ Դուք գիտեք, որ չեք հաղթահարելու անցողիկ շեմը։ Ինչու եք որոշել առանձին առաջադրվել ու պարտվել։ Ձեզ դուր է գալիս պարտվելը։ Ձեր ձայները կտրվեն բռնապետին եւ դուք կօգնեք նրան հաղթել ընտրություններում։ Այստեղ գիտեք, որ այս ծրված այն ուժերը, որ չեն ասնում խորհրդարան, այդ ձայները բաշխվում է անցածների վրա, առաջի տեղին ավելի շատ, երկրորդին մի քիչ ավելի շատ, այսպես աստիճանաբար նվազում է։ Սա այն է կատունի, որ ձեր ձայները կգնան նրան։ Այս օրինակը, որ բերեցի, որ 3000 քվե ունեցան, այդ 3000 եւ 2000-ը գնաց նրան ու ում դեմ իրենք պայքարում են։
Ինչու չմիավորվել ավելի մեծ կուսակցության հետ, որպեսզի հետո կառավարությունում պաշտոնները կիսեք ըստ ձեր ունեցած տոկոսների կամ նախորոք ձեռք բերված պայմանավորվածության։ Ուզում եք կամովին պարտվել այս խմբակին, հաճույք եք ստանում, որ ձեզ ստորացնում ու ցավացնում են։ Պաստարի ապրելով Սան Ֆրանցիսկոյում ես ինչ ասես տեսել եմ, բայց քաղաքականության մեջ նման բանի դեռ չեմ հանդիպել։ Այստեղ այդ փոքր որ կուսակցությունները որ 2-3% ունեն չեն անցնելու, այստեղ կա ինչպես օրինակը բերեցի մոլորվածություն, սխալ հաշվարկ եւ կա այսպես ամբիցիաներ, ես եւ նաեւ իրականության սահմռկելիության անկալումը չկա։ Ինչպես սկզբում ասի, շատերը չեն հասկանում, որ սա ոչ միայն վերջին դրությունը կարող Հայաստանի վերջը լինել, նաեւ իրենց վերջը լինել։ Երրորդը որ նկատում է այս վախեցած լրագրողը փորձում է պատերազմով ահաբեկել մեր ժողովրդին։ Նա մեր դեմ 3 պատերազմ ու 7 հարձակում հրահրեց, իսկ հիմա փորձում է մեզ շանտաժի ենթարկել պատերազմով։ Ես հասկանում եմ Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական ներուժի բարելավման հարցերը քննարկելու ձեր ցանկությունը, բայց դուք պետք է զգույշ լինեք եւ չօգնեք այդ ռեժիմին ասոցացնել ձեզ պատերազմի հետ, որովհետև նրանք անկասկած այդ նպատակով կօգտագործեն ցանկացած հնարավորություն։ Հիմա տարփողում են սա, այս նոր էլ աչքովս ընկավ, ինչպես ասում են, էլի այս կուսակցությունները որ գան, դրանք ձեզ պատերազմ կբերեն։ Ես հետո այս հացի շուտ կխորանամ, որ պատերազմանելու ինչ որ բան խլելու համար, եթե իրենք լինեն պատերազմ չի լինել, նշանակում տալու են ավելին։ Բայց դե սա հասարակ մարդը չի կարող։ Եվ շարունակում են։ Գուցե հիմա ամենահարմար ժամանակը չէ զինվորական համազգեստով մեծ թվով զինվորականների մասնակցությամբ համաժողովներ անցկացնելու եւ այնպիսի ուղերձ հղելու, որը կարող է ձեր դեմ օգտագործվել այս ռեժիմի կողմից։ Մտածելու բան է ասում, լուրջ։ Այս լրագրողը ասում է, թե դուք պատերազմ եք ուզում, իսկ դուք ցուցադրում եք զինվորական համազգեստով մարդկանց, հավանաբար սա ստեղծում է ասոցիացիաներ, որոնցից դուք ցանկանայիք խուսափել։ Եվ ներկայիս պայմաններում եւ մեր հարևան երկրի վրա հարձակվել է Իսրայելը, գուցե այնքան էլ լավ գաղափար չէր ձեր համաժողովին զինվորական համազգեստով իսրայելցի գեներալի ցուցադրելը։ Ես մինչ օրս հաղորդագրություններ եմ ստանում այդ մասին։ Ավելի զգույշ եղեք նման որոշումների հարցում։ Մեզ պետք է ձեր հաղթանակը, դուք պարտվելու իրավունք չունեք, որովհետև այդ դեպքում կպարտվենք բոլորս։ Մենք կկորցնենք մեր հայրենիքը եւ կդառնանք փախստական։ Խնդրում եմ ականջալուր եղեք այն մարդկանց, ովքեր փորձում են ձեզ օգնել։ Դադարեք վիճել, մի կողմ դրեք ձեր էգոն, միավորվեք եւ խելամիտ որոշումներ կայացրեք։ Ես մի կտորը ավարտեցի, ես մի կտորը նորից կրկնեմ, դուք պարտվելու իրավունք չունեք, որովհետև այդ դեպքում կպարտվենք բոլորս։ Մենք կկորցնենք մեր հայրենիքը եւ կդառնանք փախստական։ Այս կարծիքը ազանգը վերցնում ենք տնում ենք սեղանի մյուս անկյունում։ Այն նախորդի մեջ էլ ասում էր, որ կարող են ընդհանրապես հայրենիք չունենանք։ Սա դրեսիկ էստեղ ես քիչ հետո դրանք անդրադառնամ, բայց մամի դրվակ ես այս ելույթից վրա որ աշխատում էի, մի դրվակ հիշեցի, երբ որ դպրոցական ժամանակ մի պատմվածք էի կարդացել, որը տպավորվել էր ու միջև հիմա հիշում եմ։ Ռուս էր գրողը, Ռուսաստանում գիտեք գետերը սառում են, հետո սառցակտորները հոսում են, շատ դեպքերում խնդրեմ ստեղծելով եւ մարդը նկարագրում է, ասում է մեկ էլ տեսա հերվից մի սառցակտոր է գալիս է լայն իրենց գետի վրա եւ վրան ինչ երկու կետ նշմարեցի, այսպես անշարժ քարացած մոտեցան ասում է եւ ուշադիր նայեցի, տեսա մի աղվես էր եւ մի նապաստակ։ Երկուսն էլ քարացած սառույցի վրա, այդ աղվեսը հաստատ ընկել էր նապաստակի հետևից, որ ուտեր, բայց այնպես էր ստացվել, որ հայտնվել էին գետի վրա, սառույցի վրա, հիմա երկուսով գնում էին, աղվեսը մի կողմ էր դրել նապաստակին ուտելու բնական պահանջը, որտեղ վտանգը իրենց ստիպել էր, որ երկուսով անշարժ մնան, տեսնեն ինչ է գալիս իրենց գլխին։ Հիմա մեր քաղաքական ուժերը ընդդիմադիր այդ նապաստակի ու աղվեսի խոհանությունը չունեն, որ հասկանան, որ իրենք էլ մի սաստաբեկորի վրա են, որ կարող է մահալվի, փշրվի եւ խորտակվեն։ Սա եմ ուզում հասկանալ, որպես վերլուծաբան,
որպես երբեմնի ֆիզիկոս փորձում եմ ես հասկանալ, ես նաև որպես գրող ինչու չեն ընկալում եւ ինչու կա այն ինչ որ այսօր կա։ Սա շատ բարդ երևույթ է։ Եվ որպեսի տեսեք ահազանգեր հնչեցնում էին, որ նրանք ինչ որ գործում են, իսկ դուք այստեղ գժտված եք։ Եվ որպես տարբերակ ես ինքս քանից առաջարկել եմ, հիմա էլ նորից հորդորելու եմ, որ քարոզարշավի ժամանակ ոչ այնքան խոսեք, թե ինչ բարգավաճ երկիր է կառուցելու։ Դա այնքան էլ լավ չի ազդում, հատկապես այն շերտի վրա, որի վրա դուք ուզում եք ազդեք։ Նրանք ովքեր այսօր դիմադիր են, կարիք էլ չկա, որ դուք իրանց ինչ-որ բաներ ասեք։ Նրանք կողմնորոշված են։ Իրենց մնում է որոշեն, որ ուժին կվետան։ Այն շերտերը եթե պետք է ազդեք, որը նրանց խրամատի կողմում է, փորձեք աղետը ներկայացնել, այն աղետը, որը գալու է երկրին, եթե եւ պիտի ասվի, որ սա գոյության կռիվ է, մարդկանց հասցվի։ Ես քանիցս փորձել եմ վերջի թողարկումներում ձեզ օգնել այդ հարցում, հիմա նորից արդեն երրորդ անգամ եմ կրկնում մի հրապարակված մռայլ կանխատեսում, որպեսզի սա լինի ձեզ համար ձեռքի տակ, որ այդտեղից հետևություններ անենք եւ մարդկանց ներկայացնենք։ Մամուլից եմ վերցրել, ինչ է ասում։ Բայց ինչ կլինի, եթե նա կրկին հաղթի։ Այդ պայից սկսած մենք ըստ էության ոչինչ չենք կարող անել։ Մենք ստիպված կլինենք համոզել ինքներս մեզ, որ ցավոք կոնկրետ մեր երկրում հիմարները հաղթել են առողջներին, ստրուկները ազատներին, ապուշները բանականներին եւ հավանաբար մենք կամ կհեռանանք, կամ կգնանք ներքին արտագաղթի կուչ կգանք, այսինքն փորձելով գոյատևել։ Երկրորդ տարբերակը խնդրահարույց է։ Այդ դեպքում մենք չենք կարողանա հանգիստ ապրել, ասենք այդ արժանապատվությունը կորչի։ Ես դրա համար եմ ասում այս ընտրություններում հնարավոր է անենք արժանապատվության ինչ-որ պահ թողալու համար, եթե անգամ չհաղթենք, էլի մենք մեզ ասենք տեղ կա արժանապատվության ահագին գործ արեցինք եւ ոչ թե այսպես թողնենք։ Եվ մենք ստիպված կլինենք հաշտվել այն փաստի հետ, որ մենք այլևս չունենք ոչ Շիմային Արցախ, այլև Արարատ, մեր եկեղեցին։ Մենք ակամա կմասնակցենք քննարկումներին այն մասին, թե արդյոք իզուր չենք 301 թվականին քրիստոնեությունն ընդունել եւ արդյոք իսլամը մեզ ավելի մոտ չէ։ Ցեղասպանության մասին խոսելը նույնպես կդառնա հանցագործություն։ Դա ոչ միայն կհանգեցնի աշխատանքից ազատման, այլև բանտարկության, բռնության հրահրման համար։ Ես ճանապարհին հանդիպեցի մի գրառման, մի արտասահմանցի քաղաքացու Հայաստանից վտարել են, ինչ եթե նա Ադրբեջանին գտնվող գերիներից մեկի հետ զրույցներ հատարակել եւ մեր համապատասխան կառույցները պանցել, ասեն դուք խաթարում եք մեր եղբայրական հարաբերությունները այս մեր արևելյան հարևանի հետ։ Հազար տեսակն է լինելու, 1000 անգամ ավելի ուժեղ։ Դպրոցներում ադրբեջաները կդառնան պարտադիր, եթե նրանք վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջանը։ Մենք ստիպված կլինենք ինչ-որ կերպ շփվել նրանց հետ։ Նրանք իրենք չեն սովորի հայերեն, մենք դա արդեն անցել ենք։ Կդառնանք թուրքական աշխարհի մաս, ու մենք կփակենք հայկական պետության էջը։ Մեր ինչին է պետք այն, եթե մենք դառնալու ենք թուրքական մեծ աշխարհի մաս։ Այս ավելի այսպես սրացված ձևերով պետք է հասցվի մարդկանց։ Եվ խոսքը տալիս եմ Արմինե Օհանյանին, այստեղ ինքն մի հարցադրում է արել, ասացի այս թեման աղետը ներկայացնելուն է վերաբերում։ Այս հատվածը, այսպես ասած, օժանդակություն ընդդիմադիրներին աղետը ներկայացնելու հարցում։ Մի ծավալուն հոդված էր գրել Արմինե Օհանյանը, ես ընդամենը մի հատված առանձնացրի, ինչ է դա քրքրես, ինչ է ասում։ Հիմա մի տարօրինակ բան եմ ասելու։ Այս ամբողջ քաոսի ու ամեն բան կազմալուծելու, փչացնելու, ավերելու այս մղձավանջի մեջ ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը, բուսականությունը անխղճաբար ոչնչացնելու այս մարմաճը։ Աղետալի էկոլոգիական միջավայր ունեցող Երևանում, որտեղ եթե անգամ կես միլիոն ծառ տնկես ու հազարավոր հեկտարներ կանաչ գոտի գազոն ցանես, էլի քիչ կլինի։ Սրանք որոշեցին, որ նոր ծառ տնկելու համար անպայման պետք է հին ծառերը հատվեն, որ Երևանում առհասարակ շնչելու օդ չմնա եւ քաղցկեղն ավելի տարածվի։ Հիմա էլ ծառասպանները կամաց տեղափոխվում են մարզեր, Վանաձոր, Տավուշ,
ով ունի որևէ հոդաբաշխ բացատրություն, թե ԿՊԱ-ական իշխանությունը ինչու է այսպես ատում կանաչն ու ծառերը։ Ես չունեմ, այսպես եզրակացնում է Արմինեն։ Ես հետևեցի գրառումներին, տարբեր կարծիքներ կան եւ այսպես ինձ հետաքրքրեց Հակոբ Բուլանիկյանի կարծիքը, որ ես հիմա ձեզ ներկայացնում եմ։ Ինչ է ասում, իրան էլ այդպես մեծ պատասխան էր, այնտեղ կտրուկ նկարագրություններով կարծիքների իշխանությունների մասին ես դրանք անում եմ, քանի որ վերելքում այդ կարգի բաներ չի թույլատրում, տրամաբանություն է պետք ընդամենը, դա ենք դնում։ Ինչ է ասում։ Իմ կարծիքով դրա պատասխանը այդ Արմենեի հարցը բարձրացրած հարցի չափից ավելի պարզ է։ Բացի գումարները աշխատավարձի տեսքով Բաքվից ու Անկարայից պարբերաբար ստանալուց, նա ստանում է նաև իր քայլերի, իր խոսքերի, իր ելույթների մանրակրկիտ հրահանգավորումը, թե որից հետո ինչ պիտի իրականացնի, որպեսզի, ոստեղ ինքը մեծատառերով է գրել, որպեսզի հայերի համար ստեղծվեն բնակության համար հնարավորինս անտանելի բարոյահոգեբանական, կենցաղային, նաև մթնոլորտային պայմաններ, որ վերջիններս հնարավորինս շուտ լքեն Հայաստանը։ Եվ շարունակում է, սա է ամբողջ նպատակը եւ այդ ճանապարհին, այո, նա պիտի վերացնի նաեւ Հայաստանի ֆլորան, որպեսզի հնարավորինս անտանելի դառնա շնչելը, ապրելը, գոյատևելը, շատանան հիվանդությունները եւ այսպես շարունակ։ Սա այդ աղետի հերթական այսպես դրույթները, որ ես ձեզ մատուցում եմ։ Քննարկել է պետք է մի քիչ հետո կանդրադառնամ, չեմ ասում ինչ որ ասում ենք 100% ընդունում ենք, ընդամենը մի լարացում եւս դա էլ եմ կրկնել Լարի Ջոնսոնը ԱՄՆ-ից, ով ձեր ասած հերոյի նախկին վերլուծաբան է, ասում է Հայաստանը կճզմվի միջպետական մայրուղին անցնող սկյուռի պես, երբ որ մտանք է թուրքական աշխարհը։ Սա է դա սպասվելու։ Հիմա ինչ անենք։ Այստեղ մեզ օգնում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը իր մի կարճ գրառումով ինչ է ասում։ Ստեղծեք, իհարկե ընդդիմադիր հոսանքներին, ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին եւ պարբերաբար շփվեք։ Հարցեր շատ են լինելու, տագնապալի ժամանակներ են մոտենում, ամեն վարքյան պատրաստ եղեք ստանձնելու ամբողջական պատրաստակամություն, խորհուրդ ստեղծեք։ Ինչու սա առանձնացրեցի։ Այդ խորհուրդ ստեղծելու առաջարկը ես հնչեցնում եմ արդեն մի քանի տարի։ Այս վերջերս շատ ավելի հաճախակի, որովհետև եթե անգամ արտաքին ազդեցություն չլիներ, այս իշխանությունները չլինեին, ելի մենք ներքին խնդիրներ ունենք։ Անցյալից քարշ տալով բերում ենք մեր հետ վերելքի լսարան անշուշտ տեղյակ է, եթե հիշում եք ես նվիրյալների խորհուրդ էի առաջարկում ստեղծել մեզ գլոբալ խնդիրները, որ ամբողջությամբ ուսումնասիրի եւ մտածի ինչ ենք անում այս իրավիճակից, այս ժողովրդով, որ տեսնում եք ինչ խառնամբոխային շերտեր կա, ինչպես են կարողանում գոյություն ապահովել, պետություն կառուցել, դրանից բացի նաեւ կար, ասենք այդ բարդ համակարգի մեջ նաեւ հիշում եք ազգակիների միություն է առաջարկում ստեղծել, որ ավելի պրակտիկ էր, ավելի կիրառական եւ ինքը ընդդիմադիր հատվածին, դժգոհ հատվածին, ազգակիր հատվածին պիտի փորձեր կառավարել, այսինքն ինքը քննարկեր եղած հարցերը, նաեւ այս ընտրաշավային հարցերը, այդ ռեսուրսների տեղի իմանալով, քննարկելով ինքը իմանար, ասեր թե ինչ է կանում։ Հասկանում եք, մենք հիմա ունենք դժգոհ մարդիկ 100,000-ներով, բայց ասեք չկա այդ խորհուրդը, որը կառավարի համակարգի եւ մարդել, որ ինքը դժգոհ է, ինքը տեսնի այդ ծրագիրը եւ ինքը տեսնի, որ ես մտնում եմ այս ջոկատի մեջ, այս խմբի մեջ ես սա եմ անում։ Եթե սա չկա, իսկ կա դժգոհություն, իսկ իշխանությունները այնպեսին են, որ նորմալ մարդը չի կարող չդժգոհել, չընդվզել, ապա լինելու են այսպես ասած էքսեսներ, որ ասենք երեք եղավ եկեղեցում, մյուս տեղն է լինելու ու այդ մարդիկ, որոնք էլ չեն կարողանում դիմանալ, գտնելու են դրանց թակարդները եւ հայտնվեն բանտերում։ Մինչդեռ այդ խորհրդի կարիքը վաղուց կար, որ համակարգվեր եւ այդ ձեր զորաճոկատները, որ ունեք, իմանայի ով ինչով է զբաղվում եւ մարդն էլ որ իմանար ես այս ծրագրի մեջ եմ, այս բաժնին եմ անում եւ
երկար ժամանակի մեջ ես գնում եմ դեպի լույսը, դեպի հաղթանակ, եմ ասենք չէր գնա ինքնադրսևորվեր ինչ որ քայլեր աներ, որը արդյունքում վնաս է տալիս ընդամենը։ Այս սրա կարիք կա, հասկանում եք, այս խորհուրդը ու շատ իսկապես հարցեր կան։ Ես սրա վրա էլի սևեռվելու եմ, որտեղ քանից ես առաջարկում եմ, բայց ասենք ինչպես ասում եմ, ես ասում եմ, ես լսում եմ։ Իսկ աշխատանքները քանի որ չեն կանում, հավանականությունը մեծանում է, որ այս մեր ժողովուրդ, որ քաղաքականապես անհաս է, կարող է գնա եւ ստորագրի իր մահվան թղթի տակ հունիսի 7-ին։ Հիմա ես մի սարսռեցնող տեսակետ ներկայացնեմ, որպեսզի այս գործիչ քաղաքականության մեջ հայտնվածներ, ովքեր որ ասենք ընտրություններին մասնակցել են, իրականություն լավ պատկերացնեն, դուրս գան ուտոպիաներից, մոլորություններից։ Տեսեք ինչ է գրում Նաիրա Գասպարյանը։ Ես շատ գիտության աշխատողների հետ եմ զրուցել ու զրուցում, եւ նույնիսկ նրանցից ոմանք կարող են ապշեցնել իրենց մտածողությամբ։ Ահավասիկ մեկ օրինակ։ Վերջերս զրուցում էի ակադեմիայի ինստիտուտներից մեկի տնօրենի տեղակալի հետ, որը նաև գիտության դոկտոր է։ Եվ տեսեք, թե ինչպես է նա հիմնավորում իր տեսակետը ասելով թե հիմա այդ մարդու դոկտորի տեսակետը բա հիմա գիտեք ինչքան են ստանում մեր երիտասարդ գիտնականները, որքան է բարձրացել գիտության մեջ աշխատողի աշխատավարձերը։ Եվ ամենացավալին դոկտորը եզրափակում իր խոսքը, Արցախը պետք է շուտ հանձնեին։ Այստեղ ինչպես ասում են 3 կետ վարակույր։ Եվ շարունակում է, ահա այս մտածելակերպով գիտության դոկտորներ ունենք, հետևաբար այդպիսիներին բան բացատրելն ու համոզելը Սիզիփոսյան աշխատանքի նման մի բան կլինի։ Դոկտոր, հասկանում եք, կարդացած մարդ, որ ընդամենը աշխատավարձով է չափում կյանքի իմաստը, այն հայրենիքային մի կտորը, որ բազմադար ու ամենալավ էր պահպանված հատվածը, ես մարդկային որակի, հայ որակի տեսակետից նկատյուն եմ, որ կարող է լինել մերան ազգը վերափոխելու, զոհերի գնով նվեր տվեցին, ու ինքը գոյազմ շուտ պիտի դարվեր։ Սա դոկտորն է գիտության, որ ապրում է Երևանում, հետևում է, բայց դուք ինչ եք ուզում ենք խեղճ գյուղացիներից, որ ընդհանրապես մտավորական էլ չկա այնտեղ, բան էլ չի հասկանում, ասֆալտ անեն լավ է, ինչ որ մեկ կնայի, եսի միջեր կնայի, լավ է, չկա այդ գիտակցում, ինչ եք ուզում իրենից։ Սա է, շատ տխուր է իրավիճակը, հարգելիներս։ Եվ ես այդ անհանգստությունը ունեմ, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը անգիտորեն չհասկանալով կգնա կստորագրի իր իսկ մահվան թղթի տակ։ Այն գյուղացիները, որոնք շրջաներում ապրող, որ քաղաքականությունից հեռու են, այդ խորհուրդները չեն հասկանում։ Այս գիտնականները, դոկտորները, որոնց իրենց համար կարևորը աշխատավարձն է, այն ուժայինները, որոնք մարդկանց բշտում են, ծեծում են, իրենք էլ չեն հասկանում, որ իրենք ջանադրորեն նպաստում են, որպեսզի իրենք ոչնչանան։ Հասկանում եք, համատարած կա այս չընկալումը, սա մեղադրանք չի, սա ցավ է, սա աղետ է, հասկանում եք, որի ահազանգ է հնչեցնում եմ անցած դարի վերջերից, բայց իսող չկա, հասկանում եք, եւ հիմա եթե մենք ունենք այս իրավիճակը եւ անդիմադիր ուժերը մտնում են ընտրաշավի մեջ, իրենք պիտի ունենան մի կարևոր նպատակ, հնարավորինս ուժերը համադրել, հնարավորինս արդյունավետ քաղաքականություն մշակել, որպեսզի նախ քվեներ չփոշյանան, չլինի այնպես, որ մեկը գա, ասի ես ընդդիմադիր եմ, չգիտեմ ինչ որ խրոխտ ճառեր ու մի քանի հազար քվե հավաքի, այդ քվեները չգան միավորվելու ընդհանուր ընդդիմադիր թվերին, կորի նույնիսկ մի մասը գնա ուրիշ տեղ, այդպիսի բան չպետք է թույլ տրվեցվի։ Ես ասել եմ նրանք, ովքեր որ գոնե մեկ քվեի փոշիացման կհանգեցնեն իրենց վարկով, իրենք համենայն դեպս ես քան ողջ եմ, ես իրենց համարելու եմ հայրենադավներ, որ դուք կգաք ձեր փոքր շահերի հետևից
իմանալով որ չեք հաղթի, եկեք ես կապացուցեմ որ դուք չեք հաղթի, որ դուք 250,000 չեք հավաք, անգամ 70,000 չեք հավաքի, խոսքը բոլորի մասին չէ։ Պիտի ուշադիր լինեք, հասկանում եք, սա է հարցը, սա ինչպես ասում են կարող է լինի մեր վերջին կռիվը։ Եվ մեր խնդիրը պիտի լինի անհանգիստներից, ազգակիրներից, որ ժողովրդին հետ պահենք իր մահվան թղթի տակ ստորագրելուց, հասկանում եք, ինքը չի հասկանում, ես չեմ մեղադրում ոչ մեկին, ոչ այն գյուղացիներին, ոչ էլ այդ դոկտորին, դա այդքան է, հասկանում եք, իր գիտակցումը։ Չենք, դա մեր թերացումն է, իմ թերացումն է, որ մարդկանց չենք բացատրել։ Ու մի տիտանական ահռելի աշխատանք է պետք ինչպես ներազում Սիզիփոսյան աշխատանք պիտի արվի, որ կասեցնենք ժողովրդի կողմից իր իսկ մահվան տակ ստորագրելը։ Դա նաև մեր մահն է լինելու, երկրի, տեսակի, եւ որպեսի միայն այսպես ճարասող չլիներ զանգ կախելու խնդրվել եմ մտահոգ, ես ասացի տեղյակ եք ազգակիների միություն նախաձեռնություն կա, որը քաղաքական չի, կուսակցական չի, իմանանով չի եւ այլ այս հետևությունները, եզրահանգումները, որ այլ եմ 30 տարիների ընթացքում ինչ-որ մի համակարգ եմ ներկայացնում, ինչպես կարողանանք ազգակիներին համախմբենք, որպեսզի մենք ամենածանր պայմանների դեպքում անգամ ազգի սերուցքը կարողանանք պահենք։ Իսկ այդ վտանգը կա, որ կարող է շատ ավելի դաժան վիճակներ կա եւ քանից էլ ասել եմ այսօր դրսի ուժերի գլխավոր հարվածը հենց ազգակիների դեմ է, որտեղ մենք ենք խանգարում իրենց այդ գլոբալ ուժերի ծրագրերի իրականացմանը։ Այնպես որ ընտրաշավ, ես ինքս էլ կփորձեմ իմ կարելիության սահմաններում այդ խնդրին անդրադառնալ, բայց առանցքայինը լինելու է ազգակիրներին համախմբելը, այդ Արա Սահակյանի ասած այդ խորհրդի ձևավորումը, այդ խորհուրդը ոչ միայն ընտրությունների ժամանակ պիտի գործել, դրանից առաջ է, դրանից հետո էլ մշտապես պիտի լինի, որպեսզի ժողովրդի այդ առողջ հատվածին ինքը կազմակերպի, մարդիկ իմանան ինչ են անում, մարդիկ տեսնեն, որ իրանք մենակ չեն, միայնակ չեն։ Այսօր այսքանն է նախատեսել ձեզ, վիճակը տխուր է, բայց անհնար բան չկա, ու նաև եկեք հրաշքի համար էլ տեղ թողնենք, բայց այդ հրաշքը, եթե հիշում եք մի թողարկման ժամանակ խոսեց, դա ոգու որոշակի բարձրության հասած մարդիկ են բերում իրականություն։ Այս ուղղությամբ էլ մտածենք, այս ուղղությամբ էլ դեռ կզրուցենք։ Մինչ նոր հանդիպում։